Բանակում ծառայել 2 տարի, թե մեկ ամիս 20 միլիոն դրամով։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց մի նոր նախագծի, ըստ որի զինվորական ծառայության տևողությունը հնարավոր կլինի կրճատել, կարճել, վճարելով գումար։ Ճշգրիտ գումարի չափերը քննարկվում են, սակայն համաձայն ներկայում շրջանառվող տարբերակներից մեկի, մոտ 18 միլիոն դրամ վճարելու դեպքում զինծառայությունը կկրճատվի մինչև 4 ամիս կամ 15 միլիոն, իսկ 20-ից 24 միլիոնի դիմաց 1 ամիս։ Բայց որքանով է նման մոտեցումը արդարացված, որքանով է համապատասխանում Հայաստանի Հանրապետության մայրօրենքին, սահմանադրությանը, եւ ինչպես է այն տեղավորվում մեր պետական մտածողության եւ իրավական համակարգի շրջանակներում։ Եվ վերջապես, ինչ է մեզ հուշում այլ երկրների պատմությունը։ Նախ սկսեմ ամենապարզ հարցից. արդյոք այս նախագիծը համապատասխանում է սահմանադրությանը։ Իրավաբանները, փորձագետները շեշտում են մի քանի հնարավոր հակասություններ։ Առաջին, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն բոլոր քաղաքացիները պարտավոր են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով։ Բայց գուցե ոմանք պնդեն, որ այս նախագծով քաղաքացիները տեխնիկապես չեն ազատվում ծառայությունից, նրանք ստանում են կրճատված ժամկետ։ Սա կարող է դիտարկվել որպես սահմանադրական պահանջի ձևական պահպանում առանց բովանդակության։ Հատկապես, որ նախագծում նշվում է, որ կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կորոշի, քանի քաղաքացի կարող է օգտվել այս տարբերակից։ Այսինքն պատերազմի կամ արտակարգ իրավիճակի դեպքում կառավարությունն ունի հնարավորություն չընդունելու որևէ մեղման որոշում։ Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նախագծի հեղինակներին պնդել, որ սահմանադրության պահանջը չի խախտվում։ Իհարկե ես իրավաբան չեմ եւ այս կետում ամբողջական գնահատական չեմ կարող տալ, բայց կա մեկ այլ խնդիր, որի մասին կարող եմ հանգիստ խոսել որպես տնտեսագետ, ում դասավանդողների, տրեյնինգ անողների զգալի մասը իրականացվել է այնպիսի մասնագետների կողմից, ովքեր սոցիալական եւ եկամտային անհավասարության ոլորտում էին աշխատում։ Այսպիսով ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեկ այլ հիմնարար դրույթի համաձայն բոլորը հավասար են օրենքի առաջ։ Նույն սահմանադրությունը արգելում է խտրականությունը, այդ թվում գույքային հիմքով խտրականությունը։ Այս նախագիծը սակայն ըստ էության առաջարկում է մի բան, որը հասանելի կլինի միայն ունևոր ընտանիքի զավակներին։ Այդ կերպ հարուստ քաղաքացիները կկարողանան գնել իրենց կարճ ծառայությունը կամ նույնիսկ 15 միլիոն դրամ վճարել եւ քաղաքացիությունից հրաժարվել, մինչդեռ եկամուտ չունեցող ընտանիքների երեխաները կանցնեն լիարժեք 2 տարվա ծառայություն առանց որևէ ընտրության։ Եթե սա օրինականացված խտրականություն չէ հարուստների եւ աղքատների միջև, ապա ես չգիտեմ ուրիշ ինչ է։ Սա կարող է ձևավորել սոցիալական անհավասարության եւ իրավական անարդարության զգացողություն։ Միջին քաղաքացին կարող է սկսել մտածել, որ պետությունը արդար չէ իր նկատմամբ, իսկ նման զգացողությունները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել դասակարգային լարվածության խորացման, հասարակական համախմբման խաթարման եւ վերջնական հաշվով պետության նկատմամբ վստահության նվազման։ Նույնիսկ հնարավոր է, որ սկզբում կարճ ժամանակում նման օրենքը լավ պտուղներ տա, ռազմական բյուջեն սկսի լցվել, սրանով հնարավոր լինի ավելի առաջադեմ զենք գնել կամ խրախուսել պայմանագրային զինծառայողներին։ Ինչպես երկրների փորձն է ցույց տալիս, նման օրենքները սկզբում լավ արդյունք են ապահովել, բայց հետո խարխլել են պետականության հիմքերը եւ դարձել մի իսկական քաղաքական եւ սոցիալական ռումբ։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ հույսով եմ, որ այս նախագծի մշակողները մանրակրկիտ ուսումնասիրել են եւ մտածել են բոլոր հետևանքների մասին, որովհետև նման մոտեցումները, եթե լավ չեն հաշվարկվում, կարող են տարիների ընթացքում դառնալ այն ճակատագրական սխալը, որը խարխլում է ոչ թե օրենքի տառը, այլ հանրային վստահության հիմքը, ինչն էլ ցանկացած ժողովրդավարական պետության հիմքն է։ Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, քննարկեմ մի պատմական նախադեպ։ Նման փորձ եղել է Ֆրանսիայում։
19-րդ դարում։ Բարոններն ու հարուստները հաճախ չէին ծառայում բանակում եւ չէին մասնակցում պատերազմներին։ Նրանք վճարում էին, որպեսզի իրենց փոխարեն աղքատ մարդիկ գնան ռազմաճակատ։ Նման համակարգը խորացրեց դասակարգային բաժանումը եւ լուրջ ատելություն առաջացրեց բանակում ծառայողների ու բարձր խավի միջև։ Դասակարգային լարվածությունն ավելի ու ավելի սրվեց, մինչև որ 1872 թվականին այն վերջնականապես այս օրենքը վերացվեց։ Այդ պահին Ֆրանսիան պարտվել էր պատերազմ եւ ակնհայտ դարձավ, որ այսպես կոչված վարձով բանակը մի բանակ, որը պատրաստ չէ կյանք տալ ուրիշի ունեցվածքի համար, անհնար է դարձնում պետության պաշտպանությունը։ Կայսերական Ռուսաստանում եւս գոյություն ուներ նման համակարգ, որը հնարավորություն էր տալիս ազնվականներին եւ հարուստներին կամ ամբողջությամբ ազատվել զինվորական ծառայություններից կամ կրճատել դրա տևողությունը։ Սակայն հենց այդպիսի անհավասար եւ արտոնյալ համակարգերն էլ դարձան ցարական վարչակարգի նկատմամբ խորացող ատելության եւ անվստահության հիմք, հատկապես 1905 եւ 1917 թվականների հեղափոխական ալիքների համատեքստում։ Նմանօրինակ երևույթ նկատվեց նաև 19-րդ դարի Միացյալ Նահանգներում։ Հյուսիսային նահանգներում, Միացյալ Նահանգներում ընդունվեց օրենք, որը թույլ էր տալիս գումար վճարելու դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։ Այս քաղաքականությունը հանգեցրեց մասշտաբային քաղաքացիական բողոքների եւ բռնությունների, որոնք պատմությանը հայտնի են Նյու Յորքի զորահավաքի ապստամբություններ անունով կամ անգլերեն New York Draft Riots։ Նյու Յորքի փողոցներ դուրս եկած բողոքարարները բացականչում էին, որ պատերազմը միայն աղքատների համար է։ Մեծ հաշվով գրեթե բոլոր երկրներում, տերություններում, որտեղ նման բան փորձել են, երկարաժամկետ արդյունքը եղել է դասային խորը պառակտումը, բանակի միասնականության եւ մարտական ոգու նվազումը եւ պետության նկատմամբ քաղաքացիների վստահության կորուստը։ Արդարության համար պետք է ասեմ, որ այն պատմական փորձերը, որոնց մասին քիչ առաջ խոսեցի, սկզբնական շրջանում դրական են եղել եւ թվացել է, թե խնդիրը լուծում են։ Օրինակ նույն 10-րդ դարի Ֆրանսիայում փոխարինման այդ համակարգի միջոցով պետությունը զգալի գումարներ ստացավ բանակից ազատվողներից։ Այս միջոցները օգտագործվեց զինված ուժերը եւ ենթակառուցվածքները պահելու համար, առանց հարկերը բարձրացնելու կամ նոր հարկեր սահմանելու։ Այսինքն առանց ավելորդ հարկային ճնշման կամ հարկային բեռի պետությունը կարողացավ ապահովել բանակի կարիքները, բայց նման համակարգը ժամանակի ընթացքում ճեղքը խորացրեց հարուստների եւ աղքատների միջև եւ ի վերջո հասավ այն մակարդակի, որ Ֆրանսիան ստիպված եղավ դադարեցնել նման պրակտիկան, որպեսզի վերջնականապես չխարխլի պետականության հիմքերը։ Բոլոր այս դեպքերում հիմնական դասը նույնն է։ Երբ պետության նկատմամբ պարտքը եւ քաղաքացու պարտավորությունները դառնում են վաճառքի առարկա, պետությունն այլևս ընկալվում է ոչ թե որպես հավասար քաղաքացիների հանրույթ, այլ որպես անարդար եւ արտոնյալ բիզնես համակարգ։ Ես հրաշալի եմ հասկանում, թե ինչն է մղում նման որոշման։ Իհարկե, անհրաժեշտ է, որ ռազմական բյուջեն ավելանա, հնարավոր լինի խրախուսել պայմանագրային զինծառայողներին, վճարել բարձր աշխատավարձ, ձեռք բերել ավելի առաջադեմ սպառազինություն եւ այլն։ Մենք իրականությունից կտրված չենք։ Հասկանում ենք քայլի նպատակը, հասկանում ենք այդպիսի քայլերի խորքային տրամաբանությունը եւ ֆինանսական շարժառիթները, բայց նման բաներն այնքան մտածված եւ զգույշ պետք է անել, որ ունքը ուղղելու փոխարեն աչքնել չհանել։ Բացի այդ, տրամաբանությունն այս պահին հուշում է, որ ստվերային շուկայի ձևավորման եւ երկրորդային շուկայի ակտիվացման հավանականությունն է այս քայլով կտրուկ բարձրանում։ Ինչու՞։ Նախ, երբ ծառայությունից ազատման արժեքը պաշտոնապես սահմանվում է 20 կամ 24 միլիոն դրամ, ստվերային շուկայում անխուսափելիորեն կձևավորվեն զեղչված սակագներ դիցուք 15-ից մինչև 20-24 միլիոն դրամով։ Սրանից հետո բժշկական ստուգման արդյունքում բանակից ազատվելը կարող է մոտ 15-ից մինչև 20-24 միլիոն արժենալ։ Բացի այդ,
Երկրորդային շուկա կարող է ձևավորվել, որը դուռ կբացի ֆինանսական նոր արկածախնդրության, երբ սահմանափակ թվով տեղերից օգտվելու համար պետք է հատուկ մարդ գտնել համապատասխան մարմիններում, վճարել նրանց կլորիկ գումար, որպեսզի նման հնարավորություններից օգտվել։ Որտեղ կա սահմանափակ հնարավորություն, այնտեղ կան նաև կոռուպցիոն հնարավորություններ և ռիսկեր։ Մյուս կողմից կարելի է պատկերացնել, թե ինչպես են բանկերը սկսում վարկեր առաջարկել ու խեղճ ու կրակ ընտանիքները, որոնք նման հնարավորություն չունեն, իրենց տներն են գրավ դնում միակ որդու բանակային ժամկետը լարված պայմաններում կրճատելու համար։ Սա կարող է նման ընտանիքների ֆինանսական բեռը գնալով ավելացնել։ Նման արդյունքներից որն էլ կատարվի կամ բոլորը միաժամանակ էլ կատարվի, միևնույն է մեկ անգամ էլ եմ ուզում շեշտել, սա օրինականացված խտրականություն է հարուստների և աղքատների միջև, և պետության և դրա ընկալման տեսանկյունից նման քայլն անընդունելի է։ Ճիշտ է, այս մոտեցումը ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ արվում է ռազմական բյուջեի մեծացման համար և ինչ-որ առումներով ընկալելի է, հատկապես եթե ասվի, գիտեք, լիցու կարվելու է միայն մոտակա 5-7 տարիներին և դրանից հետո դադարեցվելու է նման պրակտիկան, գուցե այն սահմանափակ ժամկետներում նման մոտեցումը շատ մեծ վնաս չհասցնի, բայց նույնիսկ այս դեպքում առանձնապես հասկանալի չէ, և առավել ևս հասկանալի չէ օրենքի այն հատվածը, որ մինչև 16 տարեկան տղա երեխաները մեխանիկորեն կդառնան պետության առաջ 15 միլիոն դրամի պարտք ունեցողներ։ Այդ պարտքը ըստ նախագծի կզորոյացվի միայն այն դեպքում, երբ նրանք կհաշվառվեն զինվորական ծառայության համար կամ կվճարեն նշված գումարը 15 միլիոն դրամը հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից։ Այսինքն, սա ինչ-որ նոր օրենքով ամրագրված սեռական խտրականություն է։ Լավ, հասկացանք, որ զինվորական պարտականությունը կապված է տղամարդկանց հետ, բայց երբ այդ պարտականությունը վերածվում է ֆինանսական պարտքի, ու այդ պարտքը մեխանիկորեն կցվում է Հայաստանի Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր տղա երեխայի, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով կընթանա նրա կյանքը, սա արդեն լրջագույն իրավական և էթիկական խնդիր է։ Ես տարիներ շարունակ դասավանդել եմ գենդերը տնտեսությունում առարկան Կոլորադոյի պետական համալսարանում, և նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում ես չէի տեսնի, որ մի օր ստիպված կլինեմ բարձրաձայն խոսել սեռական խտրականության մասին տղա երեխաների հետ կապված, և այն էլ ֆինանսական կոնտեքստում։ Դե եթե անում եք, ինչի՞ չեք մի հատ էլ ամեն ծնված աղջիկ երեխայի վրա 15 միլիոն պարտ կկրում և հետո պահանջում, որ մինչև 40 տարեկանը լրանալը կամ նա 2 երեխա է ունենում, ապահովելով բնական աճը, կամ տուգանք եմ ուծում պետությանը 15 միլիոն դրամի տեսքով։ Սա հիմարություն է։ Ինչևէ, պատմության ընթացքում բազմաթիվ երկրներ իրենց քաղաքացիներին թույլ են տվել վճարել բանակից ազատվելու դիմաց։ Եվ այդ փորձերը թողել են զգալի հետևանքներ, դրանք հաճախ դարձել են սոցիալական պառակտման, բողոքի և անգամ հեղափոխության պատճառներից մեկը։ Եվ եթե պետությունը սկսում է վաճառել պարտքը արդարության գաղափարը, կարճաժամկետ օգուտը կարող է դառնալ երկարաժամկետ վտանգ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պահանջում է միասնականության նոր ձև, ոչ թե արտակարգ իրավունք վճարունակների համար։ Հավասար պատասխանատվությունը ժողովրդավարության հիմքն է։ Պետք է լավ մտածել, մինչև որևէ քայլ ձեռնարկելը։ Կհանդիպենք։